Ողջույն բոլորին, դուք գտնվում եք իմ ալիքում։ Համար պատրաստել եմ daily vlog, հավանաբար կլինի 2 օրվա vlog։ Այսօրվա վրա ունեմ պլաններ, որպես կգնամ Էջմիածին։ Իրականում ես որոշել եմ առավոտվա ինձ նկարել, բայց ես առավոտները որ հարթնում եմ, ես մարդ չեմ ուղղակի այդ բայերին։ Գնացել եմ դպրոց, վկայական ատեստատս են տվել, այնտեղ ստորագրել ենք, սենյակս բավականին թափրտած է։ Այս ինչ հալիս ջրի հետքեր են, կներեք։ Սենց էի գնացել, բայց հիմա հասկանում որ ընդհանրապես սիրուն չի։ Այս վերխը հիշում եք, ձեր հետ եմ unboxing կարել, առաջին անգամ հագել։ Տանից դուրս եկել, բայց ինքը բավականին սենց նրբիկ է, բայց ես իրան սենց չէի թողել, չգիտեմ, սենց է սիրուն։ Բայց պետք է փոխվեմ ու պատրաստվում գնամ Էջմիածին, պետք է նաև վերցնեմ իմ հետ մի քանի բան։ Հիմա եկեք ցույց տամ ոնց եմ առասարակ ես պատրաստվում։ Բայց մենակով ինչ-որ բան նկարելը շատ դժվար է ինձ տրվում, սենց որ ես արդեն սովոր եմ, եթե սովոր չլինեի, ընդհանրապես դժվար կլիներ։ Սա իմ լավ չէ։ Այս վերջում ես հաղթել եմ մրցույթ, ասեք ասեմ ինչ մրցույթ եմ հաղթել։ Աշխարհ մրցույթին ցուցաբերված ակտիվ մասնակցության ստեղծագործական մտքի և նոր արարական մոտեցումների համար։ Այդպես մազերս ընդհանրապես դուրս չի գալիս, մուս էի արել երեկ, բայց կողնամ գնանք, որովհետև ես վերջի սրա ամբողջ օր դրսերն եմ լինելու։ Բայց ես արդեն իմ առավոտվա խնամքը արել եմ։ Բայց ես արդեն ժամը մեկնա ու այդպես ժամը մեկնա։ Բայց ես արդեն մոտավոր ժամը 9-ին։ Կարելի է շատ բաներ կարելի, բայց ինչ։ Իրականում ես սենց շատ երկար խոսում եմ վիդեոների ընթացքում անընդհատ, բայց շատ կադրեր կտրում եմ, որովհետև մտածում եմ ընդհանրապես հետաքրքիր չի լինի։ Դրա համար հնարավոր է վիդեոները կարճ լինեն, հնարավոր է երկար լինեն։ Ինձ պետք է մի քանի տնային շոյել, որպեսզի կարողանամ ապրել։ Պատկերացնեք ախի չեմ նկարել այսօր ամբողջ օրը գրեթե ոչ մի բան։ Զուտ գնացել էի պրոստը եղունգներիս ու այդեղ անտանելի իմ սրտով է։ Ահա որ անձրև է եկել, ահա որ այն գալքի, որ անտենաները փչացել են, լույսերը տա է։ Շատ ցուրտ էր իրականում, ես ինչ գտել եմ, ես մարդկանց տունը, ես իմ վերջերուտի, ինչ գտել եմ, ուղղակի հագել եմ։ Ապելի գնդարնի մամենտ։ Երեխեքին ասել եմ գնացեք ինձ որ նանձես։ Սերան ինձ առնում։ Երեխեք, ես շատ կոտրել ոչ երեկվայինց եմ նկարել ոչ այսօրվանից, որովհետև գնացել էինք հյուր, գնացինք այդ մարդկանց տնից, մոտը ժամը 2-ից գիշերվա ու ամբողջ ընթացքում եղել է անձրև, այնքան ուժեղ էր Էջմիածնում անձրևը, որ կապ չկար, լրիվ լույսերը տարել է, ինչ որ 90-ականներ էինք մտել, թե չգիտեմ ուր, բայց երեք ինչպես հասկացեք արեցի եղուններս ինձ շատ ատուր եկել, չեմ կարող կամերայի դիմաց խոսեմ, որ վիշնային ձելնեմ։ Չիկ։ Այսօր առավոտյան էլի եկա սալոն մի քիչ ուշացած ու արեցինք մազերս, շատ սիրուն է ստացվել,
տես շատ չենք կտրել, բույն չենք կպել, մենակ տակից շերտեր ենք ավելացրել, բայց գոհ եմ։ Այդպես։ Հիմա չգիտեմ ինչ անեմ, երևի գնամ տատիկենց տուն, այդպես։ Երեխեք ես հիմա գնում եմ վերջապես դեպի տատիկենց տուն։ Գնամ հիմա քուրիկս էլ պետք է տենամ այնտեղ։ Իմ աուտֆիթը եթե չեմ ցույց տվել, սա է։ Յուբկան, որովհետև ես ասել էի, որ ուզում եմ մի քիչ աղջիկը կնհակնեմ։ Իսկ ես յուբկա առհասարակ մենակ դպրոցում էի հոգնում, երբ որ պետք էր, որովհետև բավականին սիրուն է, ես ինձ կարևորը կոմֆորտ եմ զգում։ Ուրեմն պարզվում է իմ քույրիկը, ես ոչ մեկին իրականում չեմ ասել, որ YouTube-ում ինչ-որ վիդեոներ եմ նկարում, բայց իմ քույրիկը ասում է, «Էս ինչ հավես վիդեոներ ես նկարում, ես նայում եմ ողջ օրը ինձ կան»։ Ինչ վիդեո, մտքովս չի անցնում, ասում քո YouTube-ի վլոգներ։ Ասում եմ շատ հավես unboxing ես անում։ Այդ մի քիչ տուր անեմ, որտեղ տատիկիս նոր տունը ռեմոնտ են անում։ Չգիտեմ ինչով կոտորվում, ես вообще առաջին անգամ այստեղ, ես առհասարակ ծաղկի այստեղը, էսի կարծեմ սենյակ պետք է դառնա, այս զալը, ընդեղ մեծ հայաթ է, այստեղ, ես ինչ է, հա, տատիկս դե վարդույթով շոյր է տալիս, այս իր այդ շոյրն են, լրիվ պետք է բոլորը սարքվի, երևի միջև աշուն վերջացրած կլինեն, այստեղ արդեն վախանալու, հա, բացայտեցի, այստեղ լով մեկ մեծ հայաթ է, ես էս եմ ուզում, էս ծայրը չի երևում եթե անկեղծ, Ուշով ես բան չունեմ անելու, գիշերը 10-ն ոնց որ պետք է գնամ հիմա հացնեմ, մեր մոտ մի քիչ թարս է, այդպես երևի արդեն ամփոփ ենք վլոգը, չգիտեմ ինչքանով եմ հետաքրքիր պահեր ձեր համար նկարել, բայց կներեք, որովհետև իրոք երեք կամ այսօր շատ անհամար էր ընդհանուր ու հեռախոսից մեջ մշտական ձեր հետ կայի խնդիրեր։ Էլի ասում եմ, որ բաժան արտակրվեք ալիքին։ Ես նաև ակտիվ եմ իմ տելեգրամյան ալիքում և ինստագրամյան, իսկ այստեղ և նկարագրությունների բաժնում հաստատ կգտնեք իմ ինստագրամյան և տելեգրամյան Արգենտինան հաղթել, կներեք, հա, դուք այստեղ կամ նկարագրություններում հաստատ կտեսնեք իմ ինստագրամյան և տելեգրամյան ալիքների անվանումները և կխնդրեմ այդտեղ էլ միայն ավելի ակտիվ եմ լինում, այդպես,